Սար եղբարին ես ներկայացրեց Ռոբերտ եղբարին ջահել ընդամեն մի քանի տարի ջահել, բայց այդ խնդիրները, որ ասենք մարդ արածին բնորոշա մեզ էլ է հասել, հետևաբար այս քանի օրը, որ ասենք մտածում ենք խոսքի վրա, ասենք զգում ես, որ ասենք այն, որ 5-10 տարի առաջ է հիշողությունդ կարողանում պահել, հիմա չի կարողանում արդեն պահի։ Մտքի թելը միտեղ կտրվում, թռնում մի ուրիշ տեղ, հետևաբար ասելիքս ինչ ասենք, եթե հանկարծ խոսքի մեջ ինչ-որ անկապություններ տեսնեք, տարիքի հետ կապված մի բաներ այսի։ Համենայն դեպս կուզենամ խոսքը սկսեմ մի հետարքիր, ասենք, մտածողությունով, երբ որ մտածում էի այսօրվա խոսքի վրա, մարդ արարածս ընդհանրապես սիրում է փիլիսոփայել։ Փիլիսոփայությունը ինչ է, նայում էի բառանի մեջ փիլիսոփայության բացատրություն տալիս է գիտություն, մարդու ուսումնասիրությունը շրջակա միջավայրի եւ մարդ-մարդ հարաբերության եւ իրողությունները, որ կատարվում է իր շուրջը։ Մի այլ խոսքով մարդ իրան հասկանալ, իրավիճակները հասկանալ, ասենք այդ երևույթը, որ տեղի է ունենում իր շուրջ եւ պատասխաններ գտնել։ Բայց մյուս կողմից փիլիսոփայության կողքին կա նաեւ աստվածաբանությունը, անգլերենով փիլիսոփայությունը ասում են philosophy, իսկ աստվածաբանությունը theology։ Theology-ն ինչ է, աստվածաբանությունը ինչ է։ Աստվածաբանությունը մարդ Աստված հարաբերությունն է, մարդը ճանաչելու Աստծուն, Աստծու գործը իր կյանքի մեջ, Աստծու հոգին, որ տրվեց մարդուն, որ մարդու մեջ բնակվում է այդ հոգին, որ այդ հոգին առաջնորդում է մարդուն, որ մարդը պրպտելով հասկանում է, փորձում է ճանաչել Աստծուն, իր նպատակներն իր կյանքի մեջ եւ այն իրողությունները, որոնք որ կատարվում է իր շուրջ, իր եւ Աստծու մեջ հարաբերությունների մեջ։ Տարիներ առաջ, երբ որ երիտասարդ չեմ հիշում, ինչ-տեղ մի հատ կարդացի, բայց մեխին տպվեց իմ մտքի մեջ մի հատ այսպիսի արտահայտություն էր, որ ասում էր, որ մարդը, երբ որ իր փորը կշտանում է, այն ժամանակ սկսում է փիլիսոփայել, քանի որ սոված է, մտքին չի գալի փիլիսոփայել, մտքին չի գալի ուսումնասիրի կյանքի իրավիճակներ, մարդ-մարդ հարաբերությունները, բայց երբ որ արդեն կշտանում էլ բան չունի անելու, միտքը դատարկ է արդեն, չկա մտածմունք ինչպես հայթայթի օրվանը, արդեն այդ ժամանակ սկսում է փիլիսոփայել։ Բայց աստվածաբանության նկատմամբ այդպես չի եւ չպիտի լինի ավելի ճիշտ, որովհետեւ այսօր մարդը սոված թե կուշտ, կարիքի մեջ թե ոչ, պարտական է աստվածաբանության մեջ խորանալու։ Մի կարծեք, երբ որ ասում եմ աստվածաբանություն, բարձրագույն կրթության մասին է իմ խոսքը։ Հենց մեր այս եկեղեցի գալը, Տիրոջը աղոթելը, իր խոսքը ուսումնասիրելը, կարդալը, դա արդեն իսկ աստվածաբանություն է։ Եվ ամեն մեկը սպարտական ենք որպես անձ, որովհետև այդ հոգին Տիրոջը մեր մեջ է։ Ուսումնասիրենք, լինենք աստվածաբան, փոքրիկ թեկուզ եւ աստվածաբաններ։ Եվ այս խորհուրդների մեջ մտածում էի ինչ խոսք բերեմ, որ ասենք շինարար լինի առաջերտին իմ համար եւ նաեւ ժողովրդի համար ինչ-որ մի բան հասկանալի, մի բան մատուցելի լինի, ասենք։ Ու Աստծո խոսքը պրպտում է աջ ու ձախ եւ եկավ իմ ընթերցանության իհարկե այդ օրական ընթերցանցյանց մասերից մեկն էր, որ մի օր կարդում էի առաջի թագավորած գիրքը եւ եկավ ու հանգեցի Սավոխի վրա։ Հետարքիր քարակտեր ասենք, հետարքիր անձնավորություն է Սավոխը Սուրբ գրքի մեջ։ Մենք բոլորս էլ գիտենք, որ ասենք Աստծո խոսքը հին եւ նոր կտակարանները միաձուլված են։ Նեն չի որ աղճատված, անջատված մի բան է, հին կտակարանը մյուս կողմ դրված եւ նոր կտակարանը մի բան։ Ուղղակի նոր կտակարանը նոր սկիզբ էր Քրիստոսով, բայց Աստծո գործը մեր հետ, մարդ արարածի հետ սկսվել էր դեռևս Ադամ եւ Եվայից, մեր նախահայրերից, մեր նախամարերից։ Երբ որ կարդում էի Սավոխի գիրքը, բաներ, ասենք, Տերը բերեց մեջս, որ պրպտում ես դու ինքդ քեզ տեսնես, որ
այդ խնդիրները որպես սավուխ դու էլ ունես քո մեջ։ Եվ մտածում եմ, ասենք Տեր Աստված, արդյոք կկարողանամ արտահայտեմ այն ինչը, որ բաց ես անում իմ համար, այն ինչը, որ ասենք այս խոսքերը կարդալուց հասկանում եմ ես, մտածում ու քրքրում եմ իմ ներսը եւ տեսնում իմ պակասը իմ մեջ այդ բոլորը եւ որ կարողանամ դա հաղորդակից անունով իմ քույր ու եղբորը։ Սիրնել այո, հեշտ բան չի ամեն մարդու համար կանգնել այս ամբիոնի մոտ ու խոսալ։ Շատ շատերս միացաղմոս կարդալու համար ենք ամաչում գալ վերև։ Շատ շատերս մինչև հասկամ անգամ մարդկային հարաբերությունների մեջ շատ քչախոս ենք, չունենք այդ բանը։ Եվ ես էլ ասենք այն ժամանակ որ Սարո եղբայրն առաջարկեց, ասեց որ ստեղ չենք լինելու ուշ են գալու, գործս թեթևացած կլինես որ գոնե ասենք այսօրվա խոսքը բերես։ Մտածում եմ Մովսեսի նման ես կակազող եմ ինձ եւեթամ փարավոնի մոտ։ Բայց Տերը եկավ ասեց որ թեկուզ կակազող կակազելով, բայց դու կարող ես ամեն մեկս ունենք այդ կարողությունը, թեկուզ կակազելով, թեկուզ երկու բառով կարող ենք մեր աստվածապաշտությունը բերելու հաղորդակ ցանել մեր քույր եղբայրներին, որովհետև այսօր չկա ուսուցիչ եւ աշակերտ։ Տիրոջ տան մեջ բոլորս ուսուցիչներ ենք եւ բոլորս էլ աշակերտներ ենք, որովհետև մեկս մյուսի կյանքից սովորում ենք ամեն մեկս մեկից։ Հետևաբար գալով խոսքին հետարքիր ու շատ օրհնյալ էր իմ համար, որ Տերը, ասենք, խոսած իմ հետ, ասենք, խոսած որովհետև այս գլուխների մեջ ոչ միայն Սավուխի իր անձնական հարաբերություններն էր Տիրոջ հետ, այլ նաև որ նայում էի, ասենք, տեսա նաև ընդհանրական Իսրայելի խնդիրները Աստծո հետ։ Իսրայելը լինելով Աստծո ընտրյալ ժողովուրդ, ընկնում եւ վեր էր ելնում ժամանակի ընթացքում։ Այսօր մենք էլ որպես ասենք Իսրայել այդ ընկնելու եւ վեր ելնելու ընդունակ ենք։ Գալով խոսքին, մի քիչ երկար նախաբանից հետո գամ խոսքի մասին, որ ընդհանրապես Սավուխի հետ կապած պատմությունը, մի քիչ երկար պատմությունը եւ մի 4-5 գլխի մեջ է պարունակում առաջի թագավորած գրքում անգլերենով First Samuel, բայց ես կփորձեմ հակիրճ ասենք խտացնեմ, որ ժամանակ ասենք խնայվի։ Սավուխը սովորական իսրայելացի մի անձ Բենյամինի ցեղից, որ ապրում էր իր համար իր քաղաքում։ Եվ պատական մի օր իր հոր ընտանեկան, այսպես ասած, էշերը կորցվում են։ Ու ինքը մտահոգված իր ծառայի հետ ընկնում ման գալու այդ էշերին եւ տարբեր քաղաքներով sense պատտելով հասնում են մի քաղաք, որտեղ որ արդեն փորը փոշման չեն իմանում ինչ անեն, որտեղ չեն գտե այդքան ման գալուց հետո որոշում են հետ վերադառնան տուն։ Եվ հանկարծակի ծառան հիշում ասում որ այս քաղաքում տիրոջ ծառա է բնակվում, տիրոջ մարգարեն։ Եկ մոտենանք իրան, գնանք իրան գտնենք, իրան մոտենանք եւ տեսնենք նա ինչ է ասում։ Եվ նրանք մոտենում են Սամվելին խորհուրդ հարցնելու համար։ Նախքան այդ ուրեմն այս ժամանակահատվածում Իսրայելը նայելով իր կողքի ժողովուրդներին ու ազգերին միշտ մարդ արածս ունի, չէ՞ այդ հատկությունը, որ նայելով կողքերին միշտ փորձում է նմանվի նրանց։ Իսրայելն էլ ասենք այդ օրերին նայում էր իր կողքի ժողովուրդներին, որոնք որ ունեին թագավորներ, եւ ինքը առաջորդում էր Տիրոջ օրենքով եւ Տիրոջ քահանաների կողմից, դատավորների կողմից։ Բայց նախանձում էր կողքի ազգերի թագավորներին եւ փորձում էր որ իրանք էլ ունենան թագավոր եւ նրանք մտեցան այդ ժամանակվա քահանապետ ու դատավոր որ Սամվելն էր եւ ասեցին որ մենք էլ ենք ուզում որ թագավոր ունենանք։ Իհարկե Տիրոջով լցված Տիրոջ մարգարեն քահանան ծառան հանդիմանեց Իսրայելին, որ դուք Տիրոջ դեմ եք դուրս գալի, բայց Տերը խոսալով Սամվելի հետ ասեց, որ ոչինչ, ասեք, նրանք քեզ չեն մերժում, Սամվել, նրանք ինձ են մերժում։ Ցանկանալով նմանվել կողքի ազգերին, թագավոր ունենալով, իմ թագավորությունն է նրանք մերժում։
Եվ այդ ժամանակ նաև Տերը խոսած ու ցույց տվեց Սամուելին, թե ով պիտի լինի թագավորը Իսրայելի։ Եվ Սավուղը այդ անձն էր, այդ առաջի անձը, որը պիտի թագավորեր Իսրայել ազգին։ Հետևաբար հիմա ես կկարդամ հակրճացրել եմ, ասենք, որոշ համարներ հանելով մեջից կկարդամ այն հատվածը, երբ որ Սավուղը հանդիպում է Սամուելին։ Ուրեմն դա առաջի թագավորած 9-րդ գլխի 26-րդ համարից մինչև 10-րդ գլխի 9-րդ համարն է, իհարկե արանքներում համարներ հանած որոշ։ Առավոտը կանուխ վեր կացան եւ հենց որ լույսը ծագեց, Սամուելը Սավուղին կանչեց կտուր եւ ասաց. «Եկ վերև, որ քեզ ուղարկեմ»։ Սավուղը վերև գնաց եւ ինքն ու Սամուելը երկուսը միասին դուրս գնացին։ Երբ նրանք քաղաքի ծայրն էին իջել, Սամուելն ասաց Սավուղին. «Սառային ասա, որ մեզանից առաջ անցնի, եւ նա առաջ անցավ։ Իսկ դու հիմա կանգնիր, որ Աստծո պատգամը հայտնեմ քեզ»։ 10-րդ գլխի առաջի համարից շարունակությունն է դրա։ Եվ Սամուելն ասма վերցրեց յուղի շիշը եւ լցրեց նրա գլխին, համբուրեց նրան ու ասաց. «Ահա Տերը քեզ իշխանոցեց իր ժառանգության վրա»։ Հետո այնտեղ նկարագրում է, որ կգնաց ճանապարհին ինչերի կհանդիպես, ոնց կլինի ընթացքն է, որ հանել եմ եւ 5-րդ համարից հետեւյալն ենք նորից կարդում։ Դրանից հետո կգնաս Աստծո բլուրը, որտեղ փղշտացիների բերթապա զորքն է։ Եվ երբ այնտեղից քաղաք մտնես, կհանդիպես բարձր տեղից քաղաք իջնող մարգարեների մի խմբի, որոնք իրենց առաջ տավիղ, թմբուկ, սրինգ ու քնարկ ունենան եւ մարգարեություն կանեն, եւ Տիրոջ հոգին կիջնի քեզ վրա ու նրանց հետ մարգարեություն կանես, եւ դու կփոխվես եւ ուրիշ մարդ կդառնաս, եւ երբ այս նշանները գան քեզ վրա, ձեռքիցդ եկածը կանես, որովհետև Աստված քեզ հետ է, եւ ինձանից առաջ կիջնես գաղգաղա, եւ ահա ես քեզ մոտ պիտի իջնեմ ողջակեզներ եւ խաղաղության զոհեր մատուցելու համար։ 7 օր կսպասես, որ ես գամ քեզ մոտ եւ քեզ հաղորդեմ քո անելու գործը։ Եվ երբ նա մեջ կդարձրեց, այսինքն Սավուղը մեջ կդարձրեց Սամուելին մոտից գնալու համար, Աստված փոխեց նրան, ուրիշ մի սիրտ տվեց եւ նույն օրը այս բոլոր նշանները կատարվեցին։ Սամուելը Տիրոջից առնելով այդ պատգամը Սավուղին օծեց որպես Իսրայելի թագավոր։ Եվ 5 տակարանի մեջ հիմնականում, ասենք, օծությունը կատարվում էր յուղի միջոցով։ Յուղը, որ պարունակում էր Տիրոջ զորությունը, Տիրոջ հոգու զորությունը, նրա օրհնությունը, որ պարգևում էր, ասենք, մարդուն։ Յուղի օծությունը արվում էր ոչ սովորական ամեն մի մարդու վրա, հիմնականում արվում էր դա կրոնական առաջնորդների կամ պետական, կառավարական առաջնորդների վրա, թագավորներ, քահանայաններ, քահանապետներ դրանց վրա։ Եվ այդ յուղի օծությամբ նրանք բերում էին Տիրոջ առջև այդ անձին առանձնացնելով այդ անձին յուրահատուկ առաքելության համար, յուրահատուկ ծառայության համար։ Եվ Սավուղին Տերը ընտրել էր, որ դառնար թագավոր, այդ յուղի օծությունը նշան էր նրա, որ Տերը առանձնացնեց նրան, փոխեց այդ սովորական Սավուղից, որ հոր էշերն էր ման գալիս, մի այլ Սավուղի, փոխեց նրան թագավորի, նրան օծեց, տվեց այդ օրհնությունը, իսկ երբ որ յուղը լցվում էր անձի գլխի վրայից արդեն, նա նաև արդեն օրհնվում էր Տիրոջ հոգու զորությամբ եւ իշխանությամբ լինելու առաջնորդ Տիրոջ խոսքի համաձայն եւ նրան հնազանդ։ Եվ այս յուղի օծումով Սավուղը արդեն մի ուրիշ մարդ դարձավ ու Աստծո հոգու շնորհումը նրա վրա թափվեց առատորեն։ Եվ այդ օրհնությունը նրան բերում էր իշխանություն եւ առաջնորդություն, կրկին ու կրկին Սուրբ Հոգու զորությամբ։ 6-րդ համարի մեջ, որ նշում է դու կփոխվես ուրիշ մարդ կդառնաս, Սավուղը այդ րոպեից դարձավ ուրիշ մարդ արդեն, նկատեր թե չնկատեր։ Եվ 9-րդ համարի մեջ ասում է Աստված փոխեց եւ ուրիշ սիրտ տվեց նրան։
մի գործողություն կատարվեց այդ արանքում։ Երբ որ Տիրոջ գործը, Տիրոջ յուղը, Տիրոջ օրհնությունը, Տիրոջ իշխանությունը թափեց, տրվեց այդ անձին, որից է մի անձի, այդ անձը փոխվում է։ Այդ անձը նկատի թե չնկատի, նա փոխվում է։ Փոխվում է եւ ասենք ամենակարևոր բանն նա է, որ այդ անձը հավատքով նայի այդ խնդրի, նայի այդ վիճակի, նայի հավատքով։ Երբ որ Սավուխին տրվեց այդ իշխանությունը առաջնորդ լինելու, նաև դրա հետ եկավ բոլոր պարտականությունները առաջնորդ լինելու։ Սավուխը պիտի առաջերտին առաջնորդ լիներ իր կյանքի մեջ։ Եվ հետո իր ընտանեկան, իր երկրի, իր ազգի կյանքի մեջ նա պիտի առաջնորդ դառնար։ Նա պիտի կարողանար միաբաներ այդ ազգին, միաբաներ թշնամու դիմաց, միաբաներ դեպի Աստված իր աստվածապաշտության մեջ։ Եվ դրա համար շատ կարևոր կետեր կա, որ մարդ արածս պիտի ունենա իր մեջ։ Առաջերտին, որ ասենք, երբ որ մարդը դառնում է առաջնորդ, այդ առաջնորդության հատկություններից մեկն է ինքնակարգապահությունը, մարդը պիտի կարողանա ինքնակարգապահության սովորի եւ վարժվի։ Այդ ինքնակարգապահությունը օգնում է, որ դու կարողանաս քո առօրյան, քո մտային աշխարհ եւ քո աշխարհային կյանքի, քո ֆիզիկական շրջապատն ու կյանքը ասեն կարողանաս կարգավորես, առաջնորդես։ Եվ ասենք այդ կարգապահությունը նաեւ պահանջում է խոնարհություն, որովհետեւ խոնարհության միջոցով է, որ մարդս կարող է սովորել Սուրբ Հոգուց կախվածություն ձեռք բերել, որովհետև մեր կյանքի ամեն մի ժամանակահատվածը մենք ապրում ենք Սուրբ Հոգու ներկայության տակ։ Հոգևոր լինելով մենք այսօր Աստծո Հոգուց առաջնորդվող մի կյանք ունենք։ Այսօր մենք էլ Սավուխի նման օծվել ենք Տիրոջ յուղով։ Երբ որ Սավուխի վրա այդ յուղը լցվեց նրա գլխից մինչև վեր սահեց այդ յուղը, նրան տալով այդ իշխանությունը։ Այդ նույնն է, որ երբ որ նոր կտականի մեջ մենք տեսնում ենք Պենտեկոստեի օրը Աստծո հոգին թափեց իր ժողովրդի վրա, իր աշակերտներին օրհնելով այդ հոգու զորությամբ եւ իշխանությամբ։ Այդ նույն օրհնությունը նաեւ մեզ տրվեց, այդ Սուրբ Հոգու օրհնությունը նաեւ մեզ պարգևեց Տերը, որ մենք որպես առաջնորդներ այսօր առաջնորդ լինենք մեր կյանքի մեջ հոգևոր կյանքի եւ նաեւ մեր ընտանիքի կյանքի մեջ եւ նաեւ մեր հոգևոր շրջապատի կյանքի մեջ։ Այդ առաջնորդությունը շատ կարևոր է, որ մենք օգտագործենք ոչ թե մեր եսի, այլ Աստծո հոգու եւ Աստծո հոգով առաջնորդված։ Սավուխը այդ առաջնորդությունը ընդունելով կաղաց իր կյանքի ընթացքում։ Կաղաց եւ մենք տեսնում ենք նաեւ այդ կաղալու հետևանքները, որովհետեւ իր թերացումներից մի քանիսը կխոսանք այստեղ, ասենք այդ թերացումները պատճառ դարձան, որ նրան այդ աստվածային օծությունից Աստված թողնի եւ մի ուրիշի ընտրի որպես թագավորի։ Այսօր մենք էլ ասենք որպես հոգևորներ, երբ որ Տիրոջ օծությունը թողնում ենք եւ մեր մարդկայինին ենք վստահում, մենք էլ նույնին ենք ընդունակ, որ մենք էլ այդ աստվածային օրհնությունից, այդ օծությունից թողնվենք։ Հետևաբար շատ կարեւոր է, որ կարողանանք սիրելիներս մենք խոնարհվենք Տիրոջ հոգու առջև, խոնարհվենք եւ այդ Աստծո օրհնությունը, որ տրվել է որպես առաջնորդների մեզ, կարողանանք առաջնորդենք մեր կյանքը, կարողանանք առաջնորդենք մեր ընտանիքը Աստծո հոգու զորությամբ, քանի որ ամեն ինչը գալիս է երկնքից եւ սիրո Աստծո հոգուց եւ առանց Աստծո հոգու որևէ մի բան, որ մենք անում ենք, դա մարդկային մտքի պտուղն է լինում, բայց երբ որ Աստծո հոգին է գալիս, Աստծո հոգին մեզ օծում այդ երկնային զորությամբ ու իմաստությամբ, որովհետև այդ իմաստությունը ամենակարևոր բանն է, որ մենք պիտի ունենանք։ Այդ իմաստությունը այս աշխարհի իմաստությունը չի, այս աշխարհի իմաստությունը, որ մտքից է գալիս։ Բայց մերը գալիս է, մեր իմաստությունը գալիս է Տիրոջից եւ Աստծո հոգուց։ Նոր կտականի մեջ մենք Տիրոջ խոսքի մեջ մենք կարդացինք, չէ՞ որ Նիկոդեմոսին, երբ որ Նիկոդեմոսը մոտեցավ Տիրոջը, ասեց, որ Նիկոդեմոս դու պիտի վերստին ծնվես։ Սավուխ այդ պայից վերստին ծնվել էր։ Մենք էլ երբ որ դարձեկանք Տիրոջը, մենք էլ վերստին ծնվեցինք։
բայց այդ վերստին ծնունդը պահանջում էր հարատև քայլել, Տիրոջ հետ քայլել, որը ցավոք սրտի չելավ։ Սավուխի տկարությունները շղթային ման մեկը մյուսին հյուսված էին։ Թեկուզ եւ Տերը նրան օրհնեց որպես առաջնորդ, բայց նա ուներ տկարություն, որ այդ տկարությունը նա ոչ թե բերեց Տիրոջ ոտքերի առաջ, որ Տերը ձերբազատի ու ազատագրի իրան դրանից, այլ ինքը իր մեջ պահելով դա թողեց, որ այդ թուլությունը իր վրա իշխի եւ ժամանակի ընթացքում կամանց եւ կամանց ավերածության բերի, ավերածություն, որ իր թակավորության կորուստն էր։ Եվ այսօր էլ մենք էլ մեր կյանքի մեջ, երբ որ թողնում ենք այդ մեր մտային, մեր մարդկային այդ տկարությունը, որ կա, չենք վերում Տիրոջ առջև եւ չենք հանձնում նրան, թողնում ենք, որ այդ տկարությունը կամանց եւ կամանց մեկից մյուս օր չի կատարվում երբեք, սիրելիս, երբ որ փորձությունը գալիս է, երբ որ տկարությունը գալիս է, երբ որ ավիրումը գալիս է, ավիրումը չի գալիս միանգամից, քնում ու արտանես միանգամից ավիրված, գալիս է կամած առ կամած, գալիս է քայլ առ քայլ, աննկատ քո համար։ Եվ դա պատճառը, որ մենք չենք վստահում Տիրոջ եւ չենք բերում մեր եսը Տիրոջ առջև, հանձնելով ամեն եւ խնդրելով, որ Տեր, այսօր դու ինձ ընտրել ես որպես առաջնորդ իմ կյանքի մեջ, իմ ընտանիքի կյանքի մեջ, օգնիր, որ հոգովդ ես առաջնորդեմ, ոչ թե մարդկային մտածմունքներով եւ մարդկային գիտությամբ, այլ քո հոգով, որովհետեւ մարդկային միտքը մենք գիտենք, որ տկար է եւ պակասավոր։ Եվ այս տկարությունները Սավուխինը բերում է նաեւ հաջորդ իր տկարության այդ շղթայի մի օղակին, որը նրա թերահավատությունն է։ Թերահավատությունը դեպի Տիրոջ խոսքը, Տիրոջ օրհնությունը, Տիրոջ պարգևածը իր նկատմամբ։ Տեսեք Սավուխը, երբ որ 9-րդ համարի մեջ մենք կարդացինք, չէ, ասում է, որ Աստված փոխեց եւ ուրիշ սիրտ տվեց նրան, եւ դրա նշանները մենք տեսնենք հաջորդ համարների մեջ, ես իհարկե չեմ կարդա, բայց համարները, որ կարդալով գալիս ենք ցած, ասում է, որ երբ որ դու հասնես փրշտացիների ասում է, երբ ուրեմն 5-ից հետո որ կարդում ենք 6-րդ համարի մեջ, որ եւ Տիրոջ հոգին կիշնի քեզ վրա ու նրանց նախքանը 5-րդ համարի ասում է, որ մտնես, ասում է, այնտեղ այն քաղաքը, որ մտնես, կհանդիպես բարձր տեղից քաղաք մտնող մարգարեների մի խմբի, որոնք իրենց առաջ տավիղ, թմբուկ, սրինգ ու քնարկ ունենան եւ մարգարեություն կանեն եւ Տիրոջ հոգին կիշնի քեզ վրա եւ նրանց հետ մարգարեություն կանես։ Մարգարեություն ինչ է? Տիրոջ հոգու զորության նշանն էր, չէ՞, սիրելիներս։ Տիրոջ խոսքի մեջ մենք ինչ ենք կարդում, այսօրվա օրերի համար, որ Աստծո զավակները կորտվեն իր հոգու զորության պարգևներով, եւ այդ պարգևները որոնք էին։ Պարգևներից մեկը մարգարեությունն էր։ Եվ այդ պարգևեց Տերը Սավուխին, եւ Սավուխը մարգարեացավ։ Մարգարացիա եւ նա ուներ տեսավ նշանն էլ տեսավ մինչեւ իսկ անգամ ասելիքն այա որ նա նշանները տեսնելով իսկ հանդերձ որ Տիրոջ օրհնությունը իր հետ է մարգարանելով հանդերձ նա այդքանով հանդերձ նա թերահավատ գտնվեց թողեց որ այդ իր ներքինը գործ կատարի եւ երբ որ վերադարձավ տուն առաջինը որ հանդիպման նրան իր հորեղբայրն է որ հանդիպում ասում ուր եք կորել այսօրվա լեզվով եմ ես մի քիչ ասում չեմ ասենք հենց համարները կարդում նորից ժամանակ խնայելու համար այս այդ երեխեք այս ուր եք կորել այսպես ասած չկաք ինչ էր պատահել եւ Սավուխը ասում է որ սենց գնացինք ման էին գալիս քաղաքի քաղաքը եւ հանդիպեցինք Տիրոջ մարգարեին Սամուելին ասում է բայց Սամուելը ինչ ասեց ասում է Սամուելը ասեց որ ձեր Տիրոջ ձեր հոր էշերը գտնվել են գնացեք որ ճանաչանաք քո հայրը բայց երկրորդ մասն ամենակարևոր մասը որ ասել էր որ դու օծվել ես որպես Իսրայելի թագավոր նա չասեց իր հորեղբորը ինչն էր պատճառը ինչի համար պիտի թաքցներ թերահավատությունը որ կար իր մեջ դեռևս թեկուզ փոխված, թեկուզ օծված, թեկուզ այդ յուղ իր վրա թափվել էր, այդ օրհնությունն ու իշխանությունը տրվել էր նրան, բայց ինքը ուներ այդ մարդկային այդ պատերազմը, որ այսօր ամեն մեկիս մեջ կա այդ մարդկային պատերազմը։
Եվ նա չասեց այդտեղ, այդ առաջի քայլն էր, որ նա թույլ տվեց։ Իսկ դրանից հետո եւ որ գալիս է Սամվելը, որ օծի Սավուխին, մենք կարդում ենք նույն գլխի 20-րդ համարից մինչև 23-րդ համարը, եւ Սամվելը ներկայացրեց Իսրայելի բոլոր ցեղերին եւ վիճակ ընկավ Բենյամինի ցեղին։ Սամվելն եկել էր, որ ցույց տալ Իսրայելի արչեւ, Իսրայել ժողովրդի արչեւ ցույց տալ ընտրված թագավորը, որ Տերը ընտրել ու տվել է Իսրայելին։ Հետևաբար կարճ համար ուզում դրա նախորդող համարներ չեմ կարդում բանի պատճառով։ Եվ Սամվելը ներկայացրեց Իսրայելի բոլոր ցեղերին եւ վիճակն ընկավ Բենյամինի ցեղին։ Եվ Բենյամինի ցեղը ներկայացրեց իր ազգատոհմերով, եւ վիճակն ընկավ Մատրիի ազգատոհմին, եւ վիճակն ընկավ Կիսի որդուն Սավուխին, եւ նրան փնտրեցին, բայց չգտնվեց։ Եվ դարձյալ հարցրին Տիրոջը, թե արդյոք այդ մարդը կգա այստեղ, եւ Տերն ասաց. ահա նա թաքնվել է կարասիների մեջ։ Եվ վազեցին ու այնտեղից վերցրին նրան։ Ինչի համար է Սավուխը վազել ու պաղկվել կարասների մեջ։ Թերահավատությունը։ Այդ թերահավատությունը ոչ թե մենակ Սավուխը թույլ տվեց, որ ավիրի իր կյանքը եւ իր թագավորությունը, այլ նաեւ պատճառ դարձավ Իսրայելի թերահավատության։ Հենց այս պահի, հենց այս քանի համարների մեջ մենք տեսնում ենք, որ արդեն Իսրայելը կասկածի մեջ անգնում։ Նյուժելի Սավուխն այդ իրոք ընտրյալը մի հատ էլ հարց տանք Աստծուն։ Հարց տանք ճշտենք, կարող է միգուցե սխալվում կա տեղի ունեցել, ուրիշ անուն պիտի ասվեր, ուրիշ անձ պիտի ասվեր։ Այդ թերահավատությունը ազդեց նաև Իսրայելի ժողովրդի վրա։ Եվ մենք տեսնում ենք առաջի թագավորած մյուս գլխների մեջ նաև դրա հետևանքները, որ պատերազմի ժամանակ նաև Իսրայելի ժողովրդի հետ կատարվեց։ Տերը մեզ կանչել է, որ իրոք մենք հավատքով ծառայենք նրան։ Թույլ չտանք, որ այդ մարդկային թերահավատությունը, որ մեր մեջ կա, սիրելիներ, գլուխ բարձրացնի։ Կյանքը պատերազմը, ամեն անգամ, երբ որ առիթ լինում խոսալու, ես միշտ ասում եմ, հոգևոր կյանքը պատերազմ է։ Մի պատկերացրեք հոգևոր կյանքը, վստահ եմ կան եկեղեցիներ, հոգևոր կյանքը ներկայացնում է որպես մի հատ աղոտ կարեցի եւ վերջ ամեն ինչը գրված վերջացած գրքի մեջ վերևը սպասում են քեզ։ Այդ տեսակներ էլ կան, բայց Աստծո խոսքը ինչ ասում։ Աստծո խոսքը մեզ երբեք չի սովորացնում դրան։ Աստծո խոսքը ասում է, որ հարատև պատերազմների մեջ պիտի լինես եւ իզուր չէր, որ Պողոսն ասում էր, ինչպես որ վազորդը որ վազում է, վազորդը մի հատված չի վազում ու կանգնում ասում է հաղթեցի, ինչա որ 5 հոգու ես առաջ անցա, այլ պիտի վազի ամբողջությամբ մինչև վերջ, մինչև այդ բանցիկը կամ այդ լենտը ինչ որ կա, որ վերջնակետն է, երբ որ նոր հաղթող համարվի։ Եվ ասենք մեր կյանքը այդ պատերազմն է։ Տերը մեզ կանչել է հավատքով այդ պատերազմի մեջ քայլելու, հավատքով քայլելու, իր Սուրբ Հոգու զորության վրա հույսներս դնելու։ Եվ թույլ չտալու, որ այդ թերահավատությունը, որ գլուխ բարձրացնի եւ մեր կյանքը տակն ու վրա անի։ Նա մեզ օգնել է, որ իրոք իր հոգու զորությամբ լցված առաջնորդ լինելով, մենք նաեւ լինենք իր գործին հավատարիմ ծառաներ, լինենք վկաներ հավատարիմ, ընկածին վեր հանողներ լինենք, իրական առաջնորդ լինենք, առանց թերահավատության։ Այո, սիրելիս, այսօր ամեն մեկը չի որ կարող են ճոխ-ճոխ բառերով ասենք ներկայանալ, բայց Տերը քեզ օրհնել է, կարող է դու աղոթքի մեջ ես առաջնորդ, դու քո այդ աղոթքի մեջ առաջնորդ եղիր։ Մյուսը կարող է ծառայության տարբեր տեսակի ծառայության մեջ է ինքը առաջնորդ, դրա մեջ առաջնորդ լինի։ Մեկը խոսքի մեջ է առաջնորդ, խոսքի մեջ առաջնորդ լինի։ Տիրոջ խոսքն ասում է ամեն մեկս մի մարմնի անդամներ ենք։ Այդ անդամները գալով դարձնում ու սարքում են Տիրոջ մարմինը։ Հետևաբար մենք հավատարիմ լինելով մեր ծառայության մեջ, սիրելիներս, ծառայենք հավատարիմ եւ թույլ չտանք, որ թերահավատությունը գա ու ավիրի մեզ, որովհետեւ այդ ավիրել ոչ միայն մեր ավիրման պատճառն է դառնում, նաեւ դառնում է մեր կողքին քույր ու եղբորը, մեր ընտանիքի անդամի, մեր շրջապատի ավիրման պատճառ։ Ինչպես որ այս դեպքում Սավուխի թերահավատությունը պատճառ դարձավ ոչ միայն իր ավիրմանը, այլ նաեւ դարձավ Իսրայելի ավիրման պատճառը։ Եվ այդ թերահավատության շղթայի հաջորդ օղակը, որ շարունակում է սրան, որ Սավուխը թույլ տվեց, հաջորդ կետնա, որ
13-րդ գլխի մեջ ենք արդեն կարդում։ 13-րդ առաջի թագավորաց 13-րդ գլխից 8-ից 14 համարների մեջ հետևյալն ենք մենք կարդում։ Եվ նա Սամուելի որ շատ ժամանակի չափ, ուրեմն նորից քանի որ գլուխներ ու խոսքեր կա այս արանքներում աղճատված չթվալու համար բացատրական առաջ անցնենք, ասեմ հակիչ կերպով Իսրայելը փղշտացիները ինչպես միշտ պատրաստ եկել էին նորից պատրաստելու Իսրայելի դիմաց եւ Սավուխը Իսրայելի զորաբանակը հավաքված պատրաստում էր պատրազմին, փղշտացիների դեմ պատրազմի։ Բայց Տիրոջ խոսքի համաձայն, ինչպես որ Սավուխը արդեն 10-րդ գլխի մեջ մենք կարդացինք, ասեց, որ գաղգաղա կգնաս եւ 7 օր կսպասես մինչեւ որ ես գամ եւ ասեմ Տերը ինչա քեզ պատվիրել որ անես։ Եվ հիմա կարդում ենք արդեն 8-րդ համարի մեջ եւ Սամուելի եւ նա Սամուելի որ շատ ժամանակի չափ 7 օր սպասեց, բայց Սամուելը գաղգաղա չեկավ եւ ժողովուրդը սկսեց ցրվել նրա մոտից։ Եվ Սավուղն ասաց. ինձ մոտ բերեք ողջակեզ ու խաղաղության զոհ, եւ ինքը մատուցեց ողջակեզը։ Եվ երբ վերջացրեց ողջակեզը մատուցելը, այդ ժամանակ էլ եկավ Սամուելը եւ Սավուխը ընդառաջ գնաց նրան դիմավորելու եւ բարևելու նրան։ Եվ Սամուելն ասաց. Այսինչ ես արել։ Եվ Սավուղն ասաց. տեսա որ ժողովուրդը ցրվում է իմ մոտից, իսկ դու չեկար քո որոշած օրերին, եւ փղշտացիներն էլ հավաքված են Մաքմասում։ Այն ժամանակ մտածեցի, որ փղշտացիները հիմա ինձ վրա կիջնեն գաղգաղա, իսկ ես դեռ աղոտ չեմ արել Տիրոջ առաջ։ Դրա համար էլ հարկադրված եղա մատուցելու ողջակեզը։ Եվ Սամուելն ասաց Սավուխին. դու հիմարություն ես արել, որ չես պահել քո Տեր Աստծու պատվիրանը, որ նա պատվիրել էր քեզ, որովհետեւ հիմա Տերը պիտի հավիտյան հաստատեր քո թագավորությունը Իսրայելի վրա, բայց հիմա քո թագավորությունը հաստատուն չի լինելու։ Ապացուցում եմ այս համարը թերահավատության հետևանքով նրա անհամբերությունը եւ նրա անհնազանդությունը Տիրոջ խոսքին։ Ինչպես որ ասեցինք, ամեն Տերը իր ծառաներին ընտրում էր, Ահարոնի ընտանիքն էր ընտրված Տիրոջ ծառայություն մատուցելու համար եւ Սավուխը ընտրված էր որպես թագավոր այդ երկրի, նրան չէր տրված որպես քահանայի Տիրոջը զոհ մատուցեր։ Տերը ուներ պատգամ ամեն մեկի համար, թագավորինը թագավորի համար, իսկ քահանայինը քահանայի համար։ Սավուխի այդ թերահավատությունը, որ իր մեջ կար, ամեն ժամանակ այդ հակասական պատերազմներն էր իր կյանքի մեջ բերում եւ դրա հետևանքով իր մեջ առաջացեց այդ անհամբերությունը։ Ասել է Սամուելը 7 օրից կգամ, արդյոք տենց է։ Կարող է մի բան ապատել, կարող է 7 օր չի 17 օր է, կարող է մարդկային միտքը սկսում է բեղնավոր կերպով գործել մեր մեջ։ Եվ Սավուխը խախտելով այդ աստվածային օրենքները, պարգև այդ զորությունը, այդ իշխանությունը, որ տվել էր, նա փոխարեն իր թագավորական պարտականությունը կատարելու, անցավ եւ քահանայական պարտականությունը կատարեց, որ ամենամեծ մեղքն էր, որը կոչվում է անհնազանդություն։ Այսօր մենք էլ օժտված ենք այդ նույն բանով։ Այսօր փոքր տարիքից մենք որպես երեխա, երբ որ ծնվում ենք, արդեն ամեն մեկս էլ գիտենք մեր տան մեջ։ Երբ որ ծնողն ասում է մի արա սա, երեխան ավելի դրա հետևից է որ դա անի։ Երբ որ ասենք ինչ պատճառներով խրատը գալիս է, դա սխալ է, ավելի գրգռվում է որ անի։ Անհնազանդությունը մարդկային մարմնի, մարդկային ֆիզիկական էության, մտային աշխարհի բաղադրիչ մասն է։ Եվ այդ անհնազանդության պտուղները քաշում է Սավուխը, ու նաև այսօր մենք ենք քաշում, երբ որ չենք հնազանդվում Տիրոջ խոսքին։ Եվ որպես առաջնորդ Սավուխը արդեն կաղում էր։ Եվ երբ որ կարդում ենք Սամուելը մոտեցավ ասել, «Էս ինչ ես արել», Սավուխի պատասխանը ինչ էր։
ասма փղշտացիները արդեն եկել ու հասել էին, կանգնած էին մակմասում եւ ասма ես զինվորները ժողովուրդն էլ արդեն փախնում էր եւ ասма դրա համար ես զոհը մատուցեցի։ Սա ինչի մասն էր խոսում, որ Սավուխը որպես առաջնորդ չէր կայացել։ Սավուխը որպես առաջնորդ կաղում էր եւ նա չկարողացավ համախմբել Իսրայել ժողովրդին ու նաեւ բանակը, ինչ մենք շատ լավ իմանում ենք, մինչև իսկ անգամ մեր ազգային պատմությունից, որ երբ որ համախմբված բանակ չես ունենում, դա ամենաառաջի պարտության ակունքն է, արմատն է։ Եվ այսօրվա դրությամբ Սավուխը չէր կարողացել համախմբել Իսրայել ժողովրդին ու նաև բանակը չէր կարողացել համախմբել, որովհետև նրանք բոլորը փախնում էին։ Եվ դրա հետևանքով անհնազանդության գնաց եւ զոհ մատուցեց, մտածելով դա ավելի նախընտրելի է Տիրոջը, քան հնազանդվելը Տիրոջը։ Այսօր սիրելիս մեր կյանքի մեջ պայմանները շատ են գալիս, տարբեր պայմաններ, տարբեր փղշտացիներ մենք ունենք մեր կյանքի մեջ, անհատական փղշտացիներ, մի քիչ փոխաբերական իմաստով եմ խոսում, այդ փղշտացին կարող է լինել քո ընտանեկան պատերազմը, այդ փղշտացին կարող է լինել քո գործի հետ կապված, գործի մեջ եղած անհատները, փղշտացին կարող է լինել տարբեր տեսակի, այդ փղշտացու դիմաց դու ինչպես ես կանգնում, ինչպես ես դու ներկայանում, ինչպես ես ծառայություն բերում Տիրոջը, հավատարմությամբ եւ խոնարհվելով եւ հնազանդությամբ, թե քո ուժերի վրա ես վստահում, մտածելով, որ ես փղշտացուն գաղթեմ իմ ուժով, իմ կարողությամբ, ես կարող եմ, Տերը ինձ տվել է, ուրեմն դե մի բան իմացել է, որ տվել է, Տերը նայել է քեզ եւ քո կարողության եւ օծել է քեզ, բայց ամեն ինչից վեր Տիրոջ համար նրան խոնարհվելն ու նրան հնազանդ գտնվելն է։ Եվ իզուր չի որ Աստծո խոսքի մեջ անգամներ տարբեր տեղեր գրած է, որ զոհ չեմ ցանկանում, այլ հնազանդություն։ Եվ ասենք, ստեղ էլ Սամվելը ասենք իր համարներից մեկի մեջ ասում է, արդյոք զոհն էր ավելի կարևոր Տիրոջ համար, թե իրան հնազանդվելը։ Պիտի կարողանանք մենք էլ սիրելիներս սովորենք հնազանդվել։ Հիսուսը ինքը Աստված լինելով սիրելիներ սովորեց հնազանդվել եւ Աստծո խոսքն է դա ասում, այդ մարդկային մտքի բան չի, մենք Կողոսացիների գլխի մեջ ենք կարդում, ասում նա իր Աստվածային փառքը թողներով ասում, նրա փառքի զորությունը ամբողջությամբ Աստվածային փառքը թողնելով նա խոնարհվեց եւ Տիրոջ ձեռքերի մեջ ծառա դառնալով զոհվեց, խաչը հանձն առնելով, իր արյունը թափելով, որ մեր նմանների համար փրկություն բերի։ Տերը Աստված ինքը խոնարհվեց, ինքը հնազանդվեց, ապա մենք այսօր ինչ։ Մենք ունենք այդ հնազանդվելու կարողությունը, թե ոչ։ Նորից գալիս ենք այդ ներքին պատերազմին, որ այդ մեր ներքին պատերազմի մեջ հնազանդությունը նորից գալիս է, իսկ մենք ինչ տեսակ ենք առաջնորդվում այդ վիճակների մեջ։ Վերջի կետը, որ կուզենայի բերել Սավուխի տկարություններին, որը շղթայի մասերից մեկն է, իհարկե ոչ վերջինը։ Սավուխի ընդհանրապես թագավորած գիրքը, որ կարդում ենք, լեցուն է նրա անգլերեն failure, նրա թերացումները, որը եկավ որպես օծված անձ, որպես ընտրված անձ Աստծո կողմից, թողնելով, որ ոչ թե Աստծուն չհնազանդվելով թերահավատությամբ նայելով Տիրոջ խոսքին ու պարգևածին եկավ նրան ավիրելու, ինչպես եւ նաեւ այսօր մեզ։ Եվ այդ վերջի օրինակը, որ կուզենամ կարդամ նրա Սավուխի հետ կապված, դա վերաբերում է ավելի 15-րդ գլխի մեջ, հենց նույն առաջի թագավորած 1 Սամուել 15-րդ գլխի փորձել եմ շատ հակիրճ սարքել առաջինի 4-րդ համարները, հետո 7-ից 10-րդ համարները ու վերջում 13-ից 23-րդ համարներն ա, որ ասենք մեր կարևոր կետերն այս գլխի մեջ։ Սամվելն ասաց Սավուխին, ուրեմն նորից սա մի հատ ուրիշ դրվագ է։
Այն դրվագը, որ փղշտացիների հետ կապված, պատերազմի հետ կապված անհնազանդությունը մենք տեսանք ինչպես մոտեցավ, որ իրեն չվերաբերվող գործը նա վերցեց ու արեց, քահանային պատկանող գործը նա վերցեց ու արեց, որպես թագավոր, որպես լիդեր փոխարեն հնազանդվելու։ Հիմա մի ուրիշ դրվագ է 15-րդ գլխի մեջ ներկայացնում ասու խոսքը, երբ որ Աստված Սավուխին ուղարկում է դեպի ամաղեկացիներին ոչնչացնելու։ Սավուխ նայում այս պատերազմին որպես լոկ պատերազմ, բայց Տիրոջ փոինտը, Տիրոջ նպատակը լոկ պատերազմ չէր, Տիրոջ նպատակը ամաղեկացիներին պատժելն էր, որ իր ընտրյալ ժողովրդին, երբ որ Եգիպտոսից դուրս էր բերել, նրանք ճանապարհ չտվեցին, որ անցներ իրանց երկրով։ Եվ Տերը իր բարկությունը թափում էր Սավուխին ասելով, որ գնա ոչնչացրու նրանց, ոչնչացրու հիմնահատակ, ոչ մի բան մի թող։ Եվ հետևյալն են կարդում առաջի համարից 15-րդ գլխինը։ Սամվելն ասաց Սավուխին. Տերն ուղարկեց ինձ քեզ իր Իսրայել ժողովրդի վրա թագավոր օծելու եւ հիմա լսիր Տիրոջ խոսքերը։ Այսպես է ասում զորությունների Տերը. Ես հիշում եմ, թե ինչ արեց Ամաղեկը Իսրայելին, ինչպես ճանապարհին նրա դեմ ելավ, երբ նա դուրս էր եկել Եգիպտոսից։ Հիմա գնա եւ ջարդիր Ամաղեկին ու ոչնչացրու նրա ամբողջ ունեցվածքը, չխնայես նրանց, կոտորիր բոլորին, տղամարդ եւ կին, երեխա եւ կատնակեր, արջար եւ ոչխար, ուղտ եւ էշ, մի այլ խոսքով ամեն ինչ։ 7-րդ համարի մեջ մենք կարդում ենք հետեւյալ կերպ նաեւ։ Եվ Սավուխը ջարդեց ասում Ամաղեկի որդիներին, Եվիլայից մինչև Եգիպտոսի դիմացի սուրը, եւ ողջ բռնեց Ամաղեկի թագավորին Ագագին եւ ամբողջ ժողովրդին սրի բերան քաշելով բնաջնջեց, բայց Սավուխը եւ ժողովուրդը խնայեցին Ագագին եւ ոչխարների ու արջարների լավերին ու գերերին եւ գառներին եւ այն ամենը ինչ ընտիր էր չուզեցին ոչնչացնել, այլ ոչնչացրին բոլոր անարժեք ու անպիտան անասուններին։ Սամվելը գնաց Սավուխի մոտ եւ Սավուխը նրան ասաց. Օրհնյալ լինես Տիրոջից։ Տիրոջ խոսքը կատարեցի։ Եվ Սամվելն ասաց. Հապա ինչ է ոչխարների այն ձայնը, որ հասնում է ականջիս, եւ արջարների այն ձայնը, որ լսում եմ ես։ Եվ Սավուխն ասաց. Ամաղեկացիներից են բերել դրանց, որովհետև ժողովուրդը խնայեց լավագույն ոչխարներին ու արջարներին, որ նրանց զոհ մատուցեն, քո Տեր Աստծուն, իսկ մյուսներին ոչնչացեցինք։ Այդ ժամանակ Սամվելն ասաց Սավուխին. Սպասիր, որ քեզ պատմեմ այն ինչ Տերն այս գիշեր խոսեց ինձ հետ։ Եվ Սավուխն ասաց նրան. Խոսիր։ Եվ Սամվելն ասաց. Ահա դու որ փոքր էիր թվում քո աչքերին, Իսրայելի ցեղերի գլուխ եղար, եւ Տերը քեզ թագավոր օծեց Իսրայելի վրա, եւ Տերը քեզ մեկ առաքելությամբ ուղարկեց ու ասաց. գնա եւ նզովիր այդ մեղավոր ամաղեկացիներին եւ պատերազմիր նրանց դեմ, մինչեւ որ բնաջնջես նրանց, եւ ինչու չլսեցիր Տիրոջ ձայնին, այլ ավարի վրա հարձակվելով չարի գործեցիր Տիրոջ առաջ։ Եվ Սավուխն ասաց Սամվելին. հնազանդվեցի Տիրոջ ձայնին եւ գնացի այն առաքելությանը, ինչ որ Տերն ինձ ուղարկեց, եւ բերեցի Ագագին Ամաղեկի թագավորին եւ Ամաղեկը բնաջինջ արեցի, սակայն ժողովուրդն այդ ավարից ոչխարներն ու վարչարները վերցրեց, նզովվածներից շատ լավերը, որ գաղգաղայում քո Տեր Աստծուն զոհեն։ Եվ Սամվելն ասաց. միթե Տիրոջ համար ողջակեզներն ու զոհերը հաճելի են ավելի, քան Տիրոջ ձայնին լսելը։ Հնազանդությունը հաստատապես լավ է զոհից, եւ ականջ դնելը խոյերի ճարպից, քանզի ապստամբությունը կախարդության մեղքի պես է, եւ անհնազանդությունը կռապաշտության, եւ որովհետեւ դու Տիրոջ խոսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց, որ դու թագավոր չլինես։ Սիրելիներ, Սավուխը Տիրոջ հրամանը չկատարեց մինչև վերջ։ Կեսով կես չկա։ Այս վերջերս մեր քույրերից մեկը կարծես ինչ-որ վկայություն տվեց, որ մեկի մասին, որ ասում էր, որ չէր հավատում աղոթքին, հետո ասում էր կեսով կես 50-50, հետո 90-10, հետո
Տիրոջ մոտ չկա 90, 10, 50, 50 չկա, կամ ամբողջությամբ, կամ ոչինչ։ Սավուխը ավիրեց, ոչնչացեց, բայց ոչ ամբողջությամբ։ Նա թողեց ագագին, թագավորին թողեց կենթանի, և նաև են չաղլիկ, լավ տեսքով անասունները թողեց, ավար վերցեց մի այլ խոսքով, և պատճառաբանում էր Սամվելի առաջ, որ այդ բոլորը ես պահեցի Տիրոջը զոհ մատուցելու համար, իսկ Սամվելի պատասխանը չէր, Տերը կարիք ուներ այդ քո զոհին, Տերը քեզ պատվիրել էր, որ գնա և ոչնչացրու մինչև վերջ, Սավուխի հպարտության նշանն էր ստեղ, այդ անհնազանդությունը, որ բերեց մյուս օղակին, այդ շղթայի, որ իր հպարտությունը, Սավուխը արդեն կարծում էր, որ ինքը մի բան է, եթե Տերն իրան օծել ու սարքել է Իսրայելի թագավոր, արդեն ինքը իրանից մի բան ներկայացնում է, բայց նա ցավոք սրտի չէր կարողացել հասկանալ, որ այդ բոլորը Տիրոջ հոգու զորությունն է, որ իր վրա է, իր զորությունը չի, որովհետև ինքը մի աննշան ազգից էր, Բենյամինի ցեղը Իսրայելի ամենափոքր ցեղերից է, ամենափոքր, և Տերը նրան հենց ընտրեց այդ ամենափոքր ցեղից, ինքը ոչինչ էր, դարձավ Իսրայելի առաջնորդ, դարձավ թագավոր Տիրոջ զորության, Տիրոջ պարգևի, Տիրոջ օրհնության շնորհիվ, ոչ իր կարողության, բայց արդեն Սավուխը կարծում էր, որ ինքը մի բան է, ինքը կարող է արդեն որոշումներ կայացնի, Տերը լավ չի մանում, Տերը չի տեսել տխլիկ, չաղլիկ ոչխարները, անասուններին չի տեսել, որ տեսներ ինքն էլ կասեր պահի, սիրելիս այսօր մեր կյանքի մեջ էլ նույն բաներն է կատարվում, այսօր մենք ապրելով այս աշխարհի մեջ տեսնում ենք շատ ու շատ բաներ, և մեր աշկը, երբ որ Տերը մեզ պատվիրել է, այդ ագագներին, այդ թագավոր ագագը, այսօրվա մեր կյանքի մարդկային հարաբերություններն են, կարող է դու քո անհավատ շատ լավ հարաբերություններ ունես ինչ-որ մեկերի հետ, բայց Տերն ասում է թող դա, չի ասում խզիր կապը, ասելիքները են չի, որ մենք ոչ մեկ հետ չշփվենք, բայց այն կապը, որ խորանում է քո մեջ, պիտի լինի հոգևոր, եթե մի բանը, որ հոգևոր չի, պիտի վերացնես քո կյանքից, այն արջառները, այն կենթանիները, որոնք որ պահել էր, այսօրվա մեր կյանքի ունեցվածներն է, այդ մեր կյանքի այդ նյութականը, նյութապաշտությունը, որ իշխող է մեր կյանքի մեջ, Տերն ասում է թողեք դրան, նորից սխալ չհասկացվի, ասելիք են չի, որ մենք ոչ մի բան պիտի չունենանք, այլ չոր քարի վրա նստենք, չի, դա չի, մեր սիրտը կապված չպիտի լինի դրան, սիրելիներս, այդ նյութականը, այդ հարաբերությունները, որոնք որ շինություն չեն բերում մեր հարաբերության Տիրոջ հետ շինվելու զորանալու, պետք չեն մեզ, մենք պիտի թողնենք, մենք չենք կարող ապրել կամով, մենք չենք կարող 90-10-ով ապրել, մենք չենք կարող 50-50-ով ապրել, մենք պիտի կամ ամբողջությամբ տրվենք Տիրոջը, կամ ամբողջությամբ զատվենք Տիրոջից, որ դեպի կորուստանող ճանապարհն է։ Այո, Սավուխը միակ բանը, որ մենք տեսնում ենք Տիրոջ խոսքի մեջ գալով եզրափակմանը հետևյալ ասեմ, Սավուխը տեսքով մեկն էր, Սավուխը բոյով էր, որովհետև միակ բանը, որ նշվում է, ասում են Սավուխը ժողովրդի մեջ մի բոյ բարձր ավելի, և ինչպես մարդկային աչքի համար և վստահ եմ բոլորս էլ թանգարաններում պատմություններից, որ ինչ-որ գրքեր որ կարդացել ենք, թագավորներին միշտ նկարագրում են բոյ ու բուսատով, գեղեցիկ, հուժկու կառուցվածքով ինչ-որ մի անձնավորության։ Սավուխը այդ պարգևները չուներ, ուներ ինքը ընդամենը աննշան մի ազգից և բոյով ընդամենը մի անձնավորություն, միգուցե նաև գեղեցիկ ինչ-որ տեղ, բայց Տերը արդյոք նայում է դրան։ Հետևաբար ասենք, այս գրքի մեջ շարունակությունը, որ կարդում ենք, երբ որ ասում է թագավորությունը քեզանից վերցրեց և ուրիշի տվեց, հաջորդ համարների մեջ է դա ասում, այդ ուրիշը Դավիթն էր, և երբ որ համեմատությունը դու անց ես կասնում Դավիթի և Սավուխի մեջ, երկուսն էլ մարդ էին, բայց Սավուխը մեղանչելով, անհավատության, անհնազանդության, մեղքերով նա դարձի չեկավ։ Մենք այս համարների մեջ տեսնում ենք նրա անհնազանդությունը Տիրոջը և ոչ թե ապաշխարությունը։ Մենք չենք տեսնում, որ Սավուխը զղջա այդ բոլորից հետո։ Սավուխը իրան պնդում էր, դե հա պահել ենք, որ Տիրոջը զոհ մատուցենք, դու չեկար, ես դրա համար զոհ մատուցեցի, պատճառներ կան, այսօր մեր կյանքի մեջ էլ միշտ իրավիճակների համար,
տարբեր պարագաների պայմաններ մենք պատճառներ ունենք, բայց այդ պատճառը մեր մարդկային հարաբերությունների համար է, ոչ Տիրոջ առջև։ Տիրոջ առջև մենք ոչ մի պատճառ չունենք։ Եվ թագավոր Սավուխի եւ Դավիթի տարբերությունը նա էր ընդամենը, որ Տերը նայում էր սրտերին։ Սավուխի սիրտը Տիրոջ հանդեպ շիտակ չէր, Դավիթի սիրտը շիտակ էր։ Եվ Տերը նայում է սրտերին։ Դավիթն էլ մեղանչեց, Դավիթը սուրբ չէր, բայց Դավիթը ապաշխարեց, մեղա եկավ Տիրոջ առջև, հակառակ Սավուխի, որ երբեք էլ չտեսավ իր մեղքը ու երբեք էլ մեղա չեկավ Աստծո առջև։ Թող Տերը օրհնի մեզ, որ սիրելիներս, այսօր երբ որ մենք մտել ենք այս աստվածապաշտության ճանապարհի մեջ Աստծուն Տիրոջը պաշտելու, կարողանանք դասեր վերցնենք Սավուխից եւ Դավիթից նույնը։ Սավուխը նաեւ իր վերջնական այն որ աշխարհային խոսք ասում, դագաղի վերջի մեղքն էլ խփում է նրանով, որ գնում է վհուկների մոտ, գնում է վհուկների մոտից իմանալու իրան ինչ է սպասում։ Աստված օրհնեց, սկսեց գլուխը Աստծո օրհնությամբ, իսկ ինքը գնաց վհուկների մոտ, իմանալու իր ապագան։ Տերը օրհնի, որ մենք գիտակցենք եւ այդ խապկանքին սատանի չտրվենք, որ մենք էլ սկսենք լավով, վերջացնենք վատով։ Թող Տերը օրհնի եւ օգնի մեզ քայլելու իր հետ, ոչ թե 90-10, 80-20, 50-50, այլ ամբողջ 100%-ով։ Փառք ու պատիվը Տիրոջը լինի։ Եվ Աստված օրհնի, որ իրոք այս խոսքը շինարար լինի ամեն մեկիս համար, փառք ու պատիվ մեր Տիրոջը լինի, ամեն։ Սարո եղբայր համեցեք։